Ինչի է շատերին թվում, որ բլոգերները պատրաստ են ամեն ինչի հանուն ձեր տված անվճար ապրանքի։ Դուք առաջարկում եք բլոգերին 1000 դրամանոց ապրանք, որ ինքը գովազդի անվճար, թե այդ 1000 դրամանոց ապրանքը դուք իրան ուղարկել եք։ Նախ առաջինը, եթե չգիտեք ձևը, ասեմ, դիմելու ձև կա, գրելու ձև կա, եթե գրում եք օրինակ համագործակցության համար, դժվար չի գրել։ Բարև ձեզ, Սյուզի ջան, օրինակ, ցանկանում ենք ձեր հետ համագործակցություն, կհամաձայնվեք բարտեր տարբերակով աշխատել, օրինակ, ոչ թե միանգամից գրել «Այս ապրանքը բարտեր կանեք», կամ օրինակ ինչի է ձեզ թվում, որ եթե բլոգեր օրինակ սկսնակը 2000 հետևորդ ունի, ուրեմն ինքը անվճար ամեն ինչ անելու է։ Այդ ակնկալիքով ոչ ոքի չգրեք, որովհետև ձեզ թվում է թե բլոգերը ընդհանրապես մի հատ վիդեո է նկարում ու վերջ, բայց դուք չգիտեք դրա հետևում ինչ ահռելի աշխատանք է կատարվում։ Այն բառը հատիկ-հատիկ նստում հասկանում են գործատուի հետ։ Այս բառը ասելու ենք թե չէ, անգամ մի տարի խնդիրը, մի բառի խնդիրը կարա գործատուին դուր չգա ուղղակի։ Քննարկում ենք միջև վերջ, կազմում ենք սցենարներ, մոնտաժ ենք անում, դուք գիտեք թե ինչ ահռելի աշխատանք է։ Ինչի է թվում, որ բոլորը պետքա դա անեն ձեր համար անվճար, կամ 500-ից 1000 դրամանոց ապրանքի համար։ Եկեք ասեմ ձևերը իմանաք։ Բլոգերին նախ հարցնում են ինչ արժեքներով է ինքը աշխատում, որ թե ինքը բարտեր համագործակցությունը արդյոք ուզում է թե չէ, որտեվ մարդիկ կան, որ բարտեր համագործակցություն չեն անում։ Կամ եթե ասենք անում է բարտեր համագործակցություն, ինքը ձեզ ուղարկելու է սանդղակ, ինչ շեմի հատվածում պետքա լինի դրվող ապրանք։ Բլոգերը ներկայացնում է իմ մոտ գովազդը այս արժի, թե բարտեր տարբերակը, նույն սահմանաչափում պետքա լինի ուղարկվող ապրանքը։ Մի արեք sense, որ ցանկություն լինի ձեր հետ աշխատելու։ Ամեն ինչ չի, որ մենք գովազդում ենք, ամեն ընկերություն չի, որ իր հետ աշխատում ենք։ Ու ամեն բարտեր համագործակցություն չի, որ մենք ընդունում ենք։ Խնդրում եմ, վերանայեք ձեր համագործակցության առաջարկները, որովհետև այդպես մենք նաև կարծիք ենք կազմում այդ բրենդի մասին։